Բոլորին բարի օր եւ բարի վերադարձ Mountain Eye Farms Ջրաղացի ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ Այսօր մեր մոտ 2006 թվականի հուլիսի 1-ն է Միգուցե երկրորդ կարելի ասել լեռնային ամառային օրը որը մենք ունեցել ենք այս տարի ամբողջ հունիսը անցել է Առատ տեղումների մեջ մենք ունեցել ենք 90 մմ-ից ավել տեղումների քանակ դա հաստատ բարձր է մեր ամսական նորմայից թե ինչ արել այդ տեղումները մի քիչ հետո կպատմեմ եւ կբացատրեմ ուղղակի ուզում էի պահել եւ ցույց տալ դուք լսեցիք որը ես ասեցի այսօր հուլիսի 1-ն է Ես հենց հիմա կանգնած նայում եմ Եղնասարի գագաթին բարձրությունը 2414 մետր է կարծեմ Եղնասարի եւ լանջերին մենք դեռ տեսնում ենք ձյուն հուլիսի 1-ին Չի եղել այսպիսի բան մեզ մոտ դա երևի լավ նշան է այն իմաստով որ եղանակը չորային չէ Եվ արևային չի այնքան, որպեսզի կարողանա վերացնել այդ ձյունը Եվ որը նաև հնարավորություն է տվել այս ամբողջ վեգետացիային աճել Ես հիմա քայլում եմ դեպի մեր սևանգուստների մայրամանկականը աշխատելով կամերան շատ շարժել որովհետև ես քայլում եմ շատ խորը խոտի միջով Սա մեր ամենահարավային տեղամասերից մեկն է, ոչ ամենացածրը եւ ես քայլում եմ քիչ թե շատ հարթ տարածքի միջով, դուք տեսնում եք, ստեղ կան ուրեմն մի ամբողջ պլանտացիա կա այս տատասկի կանադական, որը աճում է այն տեղերում, որտեղ որ հողի շերտը բավականին հաստ է եւ սա մեր սևանգուս մայրերն են նրանք ովքեր որ ծնել են կամ նրանք որոնք որ դեռ չեն ծնել մենք ունենք բավական միջնամասկ գապ ունենք sense մի ամսական ուրեմն ծնի սեզոնը մեր ընդհատվել է որովհետեւ անցած տարի այս կենթանիները անցել են իրենց կյանքում երևի ամենախորը Եվ դաժան երաշտի միջով Չնայած իրենց կոնսիստենցիային եւ մարմնակազմին ոչինչ չի եղել, որովհետեւ մենք վերականգնողական ֆերմա ենք եւ բավական կղզյակներ ունեինք, որոնց երաշտը չէր կարող շատ բան անել, որովհետեւ արմատային համակարգն էինք զարգացրել բուսականության եւ պատտել էինք երկու անգամ արդեն կենթանիների վրայով նրանք բավական վերականգնվել էին, բայց արի ուտես որ գոնե բեղմնավորման վրա այդ երաշտը ազդել է Այնպես որ մենք դեռ սպասում ենք ծին այս կենթանիներից Իմ առջև ես նայում եմ ուրեմն դեմքով դեպի հարավ-արևելք, սա ամբողջ Դիլիջան ազգային պարկի շքեղությունն է։ Այս տեղամասը ասեցի մենք կոչում ենք Թումբ եւ ինչքան էլ զարմանալի լինի պետք է ասեմ, որ այս կենթանիները հենց հիմա զբաղված են Այս տեղամասը աճեցնելով, այստեղ շատ բարձր խոտ էր և ինչպես երևում է բավականին իրենք կտրել, հնձել, տարորել և պարարտացրել են Ինչ եմ ասում, որ աճեցնում են հիմա, որովհետև այս տեղամասը մենք վերջի անգամ արածեցնում ենք այս տարի եւ նա պետք է մնա վերականգնվի եւ մեր համար ծառայի որպես ձմեռային պահուստային արոտավայր
Այստեղ այս սև անգուստները կվերադառնան դեկտեմբերի կեսերից հունվար, փետրվար, ինչքան որ բաց կլինեն այս տեղամասերը եւ հատկապես այս լանջերը, որոնք ինչքան էլ ուզում է ձյուն գա, շատ արագ բացվում են արևից, քամուց եւ այլն։ Սա մեր ձմեռային պահոստային արտավայրի տեղամասն է։ Մայրերը չեն թողալու, որպեսզի շները նույնիսկ մտածեն մոտենան, որովհետև իրենք պաշտպանում են իրենց փոքրիկներին։ Լեդի, խելոք, այստեղ։ Ինչի եմ կանգնած, ուրեմն ժամը 7-ի մոտ է, ունենում են երկու ընդմիջում անգուստները սովորաբար, կախված նրանից, թե որտեղ է արևը եւ ինչքան է միջատային ճնշումը իրենց վրա։ Կավլիցի միջատային ճնշում այդքան չունենք, տեսանի օրերին երևում է, որ չունենք, բայց իրենք սպասում են, որպեսզի արևը մտնի, զեփյուրը հետո կխաղա, կքշի բոլոր միջատներին եւ իրենք կշարունակեն աճեցնել իրենց ձմեռային տեղամասը։ Այստեղ այս մասում եւս 3 օր կանցկացնեն մեր սևանգուս մայրերը, որից հետո ուղղակի կվերադառնան դեպի հետ եւ ես ուղղակի ցույց կտամ հիմա թե ինչպես են իրենք եկել եւ ինչպես են վերադառնալու եւ որն է պլանը։ Պլան վերականգնողական արոտավարության ֆերմաները պետք է ունենան, ես միշտ ասել եւ կրկնել եմ, նորից եմ ասում, որովհետեւ ըստ երևույթին մենք ունենք շատ նոր հետևորդներ։ Իհարկե ուտելու չէ, բայց սունկ է։ Պլանը կամ ռադարը, որ պետք է աշխատի վերականգնողական արոտավարության ֆերմաների առնվազն 2-ից 3 ամիս է։ Տեսեք, մենք հիմա աշխատում ենք մեր ձմեռվա պլանի վրա։ Ձմեռվա, իսկ հիմա հուլիսն է, այսինքն 7-րդ ամիս մենք նայում ենք 5 ամիս առաջ։ 3 ամիս առաջ պետք է տեսնի ֆերման կամ մենեջմենտը, թե ինչ է անելու, ուր է տեղաշարժվելու։ Հիմա պետք է երկու բանի համար ներողություն խնդրեմ։ Մեկ իմ ձայնը, որ մի քիչ խզված է, սա մեղավոր չի։ Սարը, ձորը, Դիլիջան ազգային պարկը, դա քաղաքից է գալիս։ Ես ստիպված էի վերադառնալ քաղաք մի քանի օրով եւ հասցրեցի ինչ որտեղ ձեռք բերել ինչ որ մի հարբուխի նման բան, որը իմ մոտ շատ հազվադեպ է լինում, ես շատ զարմացած եմ։ Ըստ երևույթին լավ աշխատում են միկրոբիոլոգները, ինչպես փոխել շտամերը, որպեսզի մարդիկ իմունիտետը կարողանան ճեղքել։ Բայց ուրիշ բան եմ ցույց տալիս հիմա։ Այն երկու գծերը տեսնում եք, մեկ, երկու, դրանք ճանապարհներ են, այն ներքևի ճանապարհով ես եկել եմ, վերևինով պետքա բարձրանամ։ Այս մայրերը եկել են այստեղ այդ ուրեմն առաջի եւ երկրորդ ճանապարհի արանքի եւ մի քիչ վերև, դրա ամբողջ շերտով հնձելով կամ աճեցնելով եկել հասել են այստեղ։ Իրենք պետք է վերադառնան այդ առաջի ճանապարհի ներքևի շերտով։ Իրենք պետք է դրանով վերադառնան դեպի մեր կենտրոնը, եթե երևում է կտեսնեք, եւ պետք է գնան այն ինչ են ասում այդ էլեկտրագծերի սյունը, այդ սյունի տակ մենք ունենք մարգ կոչվող տեղամաս, որտեղ պետք է անցկացնեն իրենց բեղմնավորման ամբողջ սեզոնը, որը այս տարի մենք սկսել ենք ուշ
հուլիսի 20-ից ոչ շուտ, որովհետև անցած տարի, նախանցած տարի մենք սկսում ենք միս հուլիսի 1-ին։ Եվ մենք երբեք մարտին չենք ունեցել ծին։ Որովհետև ըստ երևույթին պետք է ժամանակ անցնի, գոնե պետք է ուրեմն կենդանիները ցանկության գան, մի անգամ չկպավ, երկրորդ անգամ չկպավ, բայց ըստ երևույթին մի անգամից եղել է առաջին օրվանից։ Հիմա մենք որոշել ենք գոնե 20 օր հետ տանք։ Ոչինչ, թող 20 օր ուշ ծնվեն, բայց ծնվեն գոնե, ասենք, ապրիլի կեսից այս կողմ դեպի մայիս, որպեսզի կարողանանք հորթերին չանհանգստացնել, ոչ ցուրտը, առաջի մեկ օրվա ծնվածներին ոչ որևէ խնդիր, խոտ լինի եւ այլ եւ այլ։ Հիմա դա ենք անելու։ Համարյա ամբողջ բանը պատմեցի, բայց իրենք վերադառնալու են այդ ճանապարհով։ Եթե երևում է ձեզ, ամեն դեպքում ես աչքով տեսնում, եթե խցիկը ցույց է տալիս, ինչքան մենք հեռվանում ենք այնտեղից, որտեղ ես կանգնած եմ, այնքան վերականգնված են այդ տեղամասերը։ Մենք այնտեղից եկել ենք 2 շաբաթ առաջ, 2-2.5 շաբաթ առաջ, այս կողմ, դուք տեսնում եք ինչքան գալիս ենք այս կողմ, խոտի գույնը փոխվում է, ավելի շատ մոխրագույն է, տեսնում ենք այնտեղ բաներ կարող ասենք թե բաց տեղամասեր կան խոտի արանքներում, որովհետև դա լանջ է, մենք լանջի հետ գործ ունենք, խոտ այնտեղ կարճ է, բայց իրենք արդեն թմբում են երրորդ օրը եւս 3 օր եւ տեսեք ինչ են արել, երևում է, որ ամբողջությամբ հնձել են եւ պատրաստել են այս տեղամասը, վերականգնման եւ ձմեռը այստեղ իրենք կանցկացնեն իրենց ժամանակը, միգուցե ամբողջ ժամանակը կամ ամեն դեպքում կանցկացնեն բավական ժամանակ, այս թմբի հետևը շատ գեղեցիկ գրպան է, որը պաշտպանում է քամիներից։ Եվ ընդհանրապես քամիների առումով ստեղ լավ պաշտպանվելու տեղ է։ Եվ կենդանիների համար բավական լավ ապրելու, մնալու այսպիսի գրպան է, բնական, եւ հատկապես, որ այս լանջերը, ոնց որ ես ասեցի, բավական արագ ձնից մաքրվում են եւ դառնում են արածելի։ Ես ուզում եմ ձեզ բոլորին խնդրել, որպեսզի բաժանորդագրվեք մեր ալիքին, նա շատ հետաքրքիր տեսանյութեր է առաջարկելու ձեզ։ Բաժանորդագրվեք, այն զանգակն էլ սեղմեք, ամեն անգամ, երբ որ լինում են տեսանյութ թեմատիկ կամ իրավիճակային, ոնց որ այսօր էր, որպեսզի իմանաք եւ ահագին բան կիմանաք եւ բնության մասին եւ արոտավարության մասին, վերականգնողական, մենք այդ մասով շատ ուշադիր ենք։ Ամենասկզբից սա այս մեր ալիքը ստեղծված էր, որպեսզի մենք թափանցիկություն ապահովենք, որպեսզի մարդիկ կարողանան իմանալ, թե ինչպես ենք մենք աճեցնում իրենց միսը, որոնք իրենք պետք է գնեն։ Իմիջիայլոց գնելու համար տեղադրված է հղումը այս տեսանյութի տակ, անցնում եք դեպի buy.am մեր ինտերնետային խանութը եւ այնտեղից կարող եք մեկ հպումով պատվիրել վերականգնողական աճեցված բարձրակարգ սև անգուսի միս։ Դորպերը դեռ պետք է դնենք, չենք դրել, բայց մի օր կդնենք անպայման։ Առայժմ մենակ անգուսի։ Ինչպես նաև նայեք մեր համացանցում մեր կայքի հղումն է դրված ներքևում, որտեղ դուք նույնպես կարող եք ծանոթանալ եւ մեր աշխատանքին, կարդացեք հոդվածների բաժինը մեդիա եւ հոդվածներ բաժինը նայեք եւ անպայման
նաև որտեղից գնել, նաև թե որտեղից կարող եք գնել մեր միսը փաթեթավորված կտորներով համարյա բոլոր սուպերմարկետների, խոշոր սուպերմարկետների եւ ցանցերում եւ այլ խանութներում։ Այսքանով սահմանափակում եմ այսօր, շնորհակալություն, որ դիտեցիք մեզ, հետևեք մեզ, շնորհակալություն եւ կտեսնենք։